Ողջույն հարգելի հետևորդներ, մենք այժմ գտնվում ենք Սախմոսա վանքում։ Մեր ուխտագնացությունը շարունակվում է։ Այսօր մենք այստեղ ենք մեր այս հսկա թիմով, մոտ 40 հոգի, մեր հայրենակիցների, համախոհների եւ հետևորդների հետ միասին։ Ես մեծ հույս ունեմ, որ հաջորդներին նաև դուք կմիանաք։ Այսօր մենք այստեղ շատ մեծ առաքելություն ունենք կատարելու։ Խնդրեմ Լիլի ջան, ասա ինչ ասում ես, որովհետև մենք ուղիղ եթերում ենք։ Ողջույն բոլոր մեր հետևորդներին։ Այո, մենք շարունակում ենք մեր ուխտագնացությունները, որոնք ունեն տարածքները սրբագործելու նպատակ։ Սրբագործողը մենք չենք, այլ Սուրբ Սրբոց Արարիչը, սա իր տարածքներն են եւ ոչ ոք սեփականության հավակնելու իրավունք չունի։ Անշուշտ։ Գոհար ջան, ես մի բան եմ ուզում ուղիղ եթերում մի ասա ոչինչ, ոչնչացված դիցերի քանակը 70,060 թե 80 քանիս։ Ահա 70,000-ը ֆիքսենք, այո, որովհետև եթե անգամ կլորացնում ենք 70,100, պարոն Ռուբենը շատ պատասխանում եւ նեղանում է եւ իրենք էլ, որովհետև անգամ մեկ հոգին եթե ոչնչացված չի, ավելի լավ է մենք ասենք 70, այո, 70,000 արդեն անց։ Ընտրությունն է, քանի որ մենք Սախմոսա վանքում ենք, որը իրականում Սախմոսա վանք է այժմ։ Ոչնչացվածների մասին որ խոսք գնաց հայտարարենք ուղիղ եթերում, որ Սիոնդիցը նույնպես ոչնչացված է։ Այն ազգային գաղափարախոսությունը կոչվում է այս դիցի անունով։ Իմացեք, որ նա էլ է ոչնչացված։ Հանգիստ վերընկեք տեղները։ Լիլիթի կարգախոսը, բայց ճիշտ ասում, այո, ոմանց է վերաբերվում այս խոսքերը, այո, շատ ճիշտ է ասված։ Նշենք նաև, որ Սիոն անունը լեռան վրա դրված է Սուրբ Սրբոց Արարչի կողմից եւ դա հրեաների հետ ոչ մի կապ չի ունեցել։ Եվ անվերջ է քո կյանքը անցյալի հավերժի շաղկապում Սրբավայրը հիմնվել է որպես ամենի սրբավայր։ Նու կնոջ անունը եթե արկա է, նշանակում է համատեղ են իրենք այստեղ գործում։ Արնորը ամենի կինն է, Արնոր ամեն։ Այսինքն նրանք միասին են, նրանց երկուսի անունով է այս սրբավայրը կոչվում։ Անուն, որ ընդհանրապես ոչ լսել ենք, որ ոչ էլ պատմագրության մեջ հայտնի է առհասարակ։ Ի սկզբանե աշխատող դիցը եղել է Գանորքը, որը Սուրբ Հալդի ծոռն է։ Գանորքը այստեղ ինչ-ինչ պատճառներով աշխատել է մինչև 310 թիվը։ 310 թվից այստեղ նախ նշենք, որ բոլոր սրբավայրերը եղել են բնակավայրերից դուրս։ Մեր այս մի շաբաթվա փորձը ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սրբավայրը ուրիշ ժամանակաշրջանում է հիմնվել, իսկ բնակավայրը, որ անմիջապես հիմա հարակից է, շատ ավելի ուշ։ Սրբավայրերը ավելի վաղ հիմնադրված են, ամենամոտիկ բնակավայրը հիմնադրվել է 310 թվին, հենց այն թվին, որ Գանորքը լքում է այս, չասենք լքում է, հավանաբար Արարչի հրամանով թողնում է այս սրբավայրը, այն հանձնելով
Սաղմոզային, սաղմոզա դիցը հակառակորդ կողմի դիցն է։ Ուրեմն ունենք 310 թիվ, դա նույնիսկ դեռ քրիստոնեությունը չի։ Այսինքն արժեքային այնպիսի խախտումներ ենք ունեցել, որ հակառակորդ կողմը եկել բնավորվել է մեր տարածքում։ Այո։ Մենք Եվ ենք էլի ուշադիր լինենք անուններին, որոնք շատ կարևոր են, տարի տարբերությամբ մենք կարող ենք հայտնվել հակառակորդի տիրույթում։ Սաղմոզա, սախը մոզյով։ Այո, սա Քրոնոսի դուստրն է, իսկ սաղը մոզը Քրոնոսի որդին։ Այդ 310 թվականից մինչև 896-ը այս Սաղմոզան է եղել այս սրբավայրում աշխատող դիցը։ Իսկ Արամազդի եւ Այսեմիկեի դուստրերը Սաղմոսա եւ Սաղմոզա, երկու դուստրեր, Ղ-ով եւ Խ-ով, իսկ վերջում անպայման Ս։ Սա պետք է հիշենք։ Մինչև օրս ես չեմ կարողանում։ Ուրեմն մեզանից 110 տարի առաջ Արարչի հրամանով Սաղմոզային եկել է այստեղ փոխարինելու Սաղմոսան, ով մինչ օրս այստեղ աշխատում է։ Այսինքն երկնային տեր Արամազդի եւ տիրուհի Այսեմիկեի 896-ից մինչև 1916-ը այո, աշխատել է Քրոնոսի մի այլ դուստր, Գուգնունե անունով։ Եվ միայն 110 տարի առաջ էլի Արարչի հրամանով հեռացվել է այստեղից 16 թվականից 1900 սկսել է գործել մեր Սաղմոսան։ Եվ նշեմ, որ նա ներկայումս էլ հիմա այս պահին այստեղ է գտնվում։ Մենք դա եւ 3 ենք ճշտել եւ կարող ենք ուրա մեր Վարդուհին, Վարդուհի ջան, որտեղ ես։ Վարդուհին ուներ խնդիր, խնդրեց թե ում կարելի է դիմել։ Եվ ես առաջարկեցի դիմել հենց Սաղմոսային, ով ներկա պահին այստեղ է եւ լսում խնդրանքները։ Ինչ տեղի ունեցավ Վարդուհի։ Նույն րոպեին ցավը թողեց։ 20 օրվա ցավը։ Սաղմոսային։ Դիմելու ձևը շրջվում ենք արև ելք, պարտադիր խաչ ենք անում 3 անգամ։ 2 անգամ եւ 3 անգամ տալիս Սուրբ Դից Սաղմոսա անունը։ Եվ մեր հնչեցնում մեր խնդրանքը։ Այստեղ կարող են Սաղմոսային դիմել նաեւ սրտանոթային խնդիրներ ունեցող մարդիկ, նա այդ ոլորտում է կոնկրետ մասնագիտացված եւ մկանային, անոթային խնդիրներ ունեցողները։ Սաղմոսան դից է։ Այո, Սաղմոսա։ Այստեղի գործող դիցը հիմա ինքն է։ Մեջը շեյ դից թե դից։ Դիս, իրականում դիս։ Բոլոր դիսերը դիցեր են, բոլոր դիցերը դիսեր չեն։ Ընդհանրապես։ Ամեն ինչ ասված է։ Ոնց էլ ասեք ճիշտ է։ Քանի որ Գրքերի մասին ասել ես, որ 132 գիրք ոչնչացվել են։ Ակուստիկայի մասին խոսենք։ Ահա։ Նախ խոսենք այստեղի երկու եկեղեցիների մասին։ Այո։ Մարիամ Աստվածածին, քանի որ գնում էր պատարակը, երևի կավարտվի, նոր կմտնենք։ Մարիամ Աստվածածին եկեղեցին նախ ասենք, որ որքան էլ վերակառուցվել է, հիմնական ոճային փոփոխություններ չեն եղել։ Պատին պահպանված է հենց սրբավայրի տարիքը ունեցող որմնանկարի մի հատված, որտեղ արևի ճառագայթներ են նոտեսականորեն եւ գառանը ճանկած արծվի կերպար կա, որը քրիստոնեության հետ, ինչպես հասկանում ենք, առնչություն չի կարող ունենալ, ոչ աղավնի է, ոչ մի խոսքով։ Սաղմոսավանքի մյուս եկեղեցին գլխավորը, որը Սուրբ Սիոն է կոչվում այսօր, ես երբ որ խոսում եի Սիոնի մասին, երևի բոլորը չի որ լսեցին, Սիոն լեռան անունը դրել է Սուրբ Սրբոցարարիչը, ի սկզբանե դրված է եղել այդպես, հետագայում նրա շուրջը, որ հավաքվել են որոշակի ազգեր,
Այսօր գիտենք սիոնիզմը ինչ է, աշխարհը ավերող ոմանց ազգային գաղափարախոսություն, ինչպիսի ազգային է, եթե դա ամենամեծ ֆաշիստական գաղափարախոսությունն է։ Ուրեմն սիոնդիցը նույնպես ոչնչացված է հիմա։ Հետագայում ուղղակի Քրոնոսը վերցրել է այդ լեռան անվանումը, ինչպես մեր Նեմրութ լեռը, Նեբրովթ իրենց դիցի անունը վերցված է Արարչի դրած Նեմրութ լեռան անունից։ Նեբրովթը լեռան անուն է եղել սկզբում, ինչպես տեսնում ենք նաև Սիոնը։ Բայց իդեպ Նեբրովթը ոչնչացված չէ։ Նշանակում է Սուրբ Սրբոց Արարիչը հարկ չի համարել նրան ոչնչացնել։ Օբյեկտիվորեն բավարար արժանինքներ է տեսել նրա մեջ։ Իսկ Սիոնը ոչնչացված է, որովհետև նրա մեղքով տեսնում ենք ինչ է կատարվում երկրագնդի վրա։ Եվ նշենք, որ ընդհանուր թվով մոտ 70,000 մի փոքր ավել դիցեր ոչնչացված են, այդ գործընթացը դեռ շարունակվում է, դեռ կանգ չի առել, եւ դեռ չգիտենք, զտումը դեռ գնում է, այո։ Կարելի է այդ դեպքում եթե իրենք ոչնչացված են 70,000-ը բավականին մեծ թիվ է, այդ դեպքում այս պահի չարը որ գործում է, ում հրամանով է գործում եւ ինչ գործառույթներ են արդեն փորձում հետագայում անել, որովհետեւ այն որ տեսնում եմ այն մարդիկ ովքեր ընտրյալ են, իրենց վրա հարձակումները անընդհատ են, բազմաթիվ ու ամեն վարքյան։ Եթե դուք այն գլխից ծառայել եք այդ համակարգին, ով ասեց որ դուք ինչ որ պիտի միանգամից փոխվեք, ինչի հիման վրա, մանավանդ որ չգիտեք էլ ինչ է կատարվում հակառակորդ կողմը։ Եվ դիցերին եւ մարդկանց, այդ համակարգը նենց է ներդրված, որ գործում է նաեւ մարդկանց միջոցով։ Այնպես չի որ միայն իրենք են գործում, բա մենք չենք այդ սխալները կատարողը եւ ոնց մտել ես դու, դե հիմա շատ աղանդավորների կամ այն մոլի քրիստոնյայի, որ ասում է չէ, մորթնել պտի ներես։ Ինքը այդպես եկել է ու չի կտրված է ամբողջ իրականությունից։ Մենք ոնց իրեն բացատրենք, որ դու գնում ես սխալ ուղղությամբ։ Այսինքն բացատրում ենք։ Ասողին լսողա պետք։ Այսինքն այդ ներդրված մարդկանց միջոցով դա դեռ իներցիայով երկար գնալու է։ Գլխատված է ամբողջ համակարգը, բայց դեռ նրանք ունեն իրենց հետևից եկող դիցեր, որ դեռ իրենց աշխատանքներն անում են, շարունակում են քայլերը։ Եվ այդ հարցին մեզ պատասխանեց պարոն Ռուբենը, որ սա դեռ կշարունակվի մոտավորապես 2.5 տարի, միջև որ նրանց մեջից էլ կհայտնաբերվեն այդ վերջին չարագործները եւ այսպես կգնան, եթե առաջ գնում էին վառարան հազարներով, մի քանի հազարներով, այսօր դա դառնում է 100 հոգի, 1 հոգի, 3 հոգի, մինչև որ կմաքրվի եւ նրանք առհասարակ կվերանան։ Իսկ մնացողները կհասկանան, եթե երիտասարդներն են, որ դեռ չեն գիտակցում ինչա կատարվում, մի գեղեցիկ օր արդեն կտեսնեն, որ իրենք ընդհանրապես էլ եթե չունեն այդքան մեղքեր, որ պիտի գնան վառարան ոչնչանալու, համենայն դեպս արդեն հետ կկանգնեն իրենց այդ չարագործություններից։ Սրան ժամանակ է պետք, գլխատված է, բայց միջև այդ համակարգը լիարժեք փլուզվի, ոնց որ հետքերը հələ դեռ հասնում են մեզ։ Մինչև հիմա իրենց տեր են կանգնել, իրենք գործել են այսպես։ Վերցնենք, ասենք, այս աղանդավորական կուսակցական լիդերներին։ Իրենք չգիտեն, որ անտեր են, բայց իրենք իրենց գործը գիտեն, թե էսա ու անում են, ու պետք է հլա անեն։ Մինչև կստանան։ Մինչև հիմնահատակ կվերանա այս ամբողջ համակարգը։ Այո, եւ մոմավառության պահով ինչ կասեք։ Մենք վառելու ենք, մոմ չենք վառելու, ոնց են ասում։ Առհասարակ մոմը ինչ գործոն ունի։ Ինքը լույս է, որը ցույց է տալիս ձեր տեղը։ Եթե մոմ ենք վառում, իրենց խորհրդով մոմը պետք է թողնենք, որպեսզի վառվի մինչև վերջ։ Այո։ Եվ մենք մոմը վառում ենք, ցույց ենք տալիս մեր մոմը։ Այո, ծննդյան մոմը բացարձակապես չի կարելի փչել։ Այսինքն մենք պահում ենք մի նպատակ, երազանք, էլի նույն բանն է, նույն ոնց որ աղոտ կլինի։ Եթե ասում են երազանք պահի, այսինքն դու այդ պահին ինչ-որ բան ես, հա, խնդրում արարչից։ Խնդրում ես, հետո մի հատ էլ փչում ես ու վերացնում ես այդ ամենը։ Տեսակ իմ երազանքը, փչեցի։ Այսպես կփչվի այդ ամենը։ Շատ սխալ է։ Պարաֆինը հատկություն ունի էներգետիկ, որ ամեն ինչը կլանում է իր մեջ։ Այո, չար էներգետիկան, որ բոլոր վանքերում եկեղեցիներում հավաքված պարաֆինը նորից վերամշակվում է, այսինքն ուրիշի բացականը նոր մոմա ստեղծվում։ Այդ դեպքում մենք պետք է միայն ակնամոմ։ Ինքը չեզոքացնում է, ոչ թե, այո, ինքը չեզոքացում է, կլանման մասին չգիտենք, գիտենք, որ
եկեղեցում այրվող մոմերը չեզոքացնում են բացասական էներգիաները, մտքերը։ Հա, Այո։ Սուրբ Սիոնի մասին, այսպես ասած, եւս մի ինֆորմացիա, 3 ամենահզոր ակուստիկա ունեցող սրբավայրերից մեկը այստեղ է, այդ Սուրբ Սիոն կոչվողը, եւս մի գործառույթի մասին խոսենք, Սախմոսա DC, ուրեմն ակուստիկան ընդհանրապես ինչին է ծառայել հնագույն սրբավայրերում։ 3-ից մեկը այստեղ է, իսկ մեկին մենք ականատես եղանք մի քանի օր առաջ Հալդքարում, այն ինչ անվանում ենք Հաղպատ, այո, իրական հնագույն անվանումը Հալդքար է։ Եվ այո, հալդի սրբավայրն է, Հալդքար, ոչ թե Հաղպատ։ Չէ, Լորինա։ Հնչյունների, տառերի հատուկ ձևով արտաբերումներով տարբեր բուժական ուրեմն միջոց, այսինքն այդ միջոցը կիրառել են տարբեր խնդիրներ բուժելու համար։ Տարերի հատուկ ձևի ճշգրիտ արտաբերման միջոցով։ Այս ակուստիկան նախատեսված է նախ եւ առաջ, այսինքն բուժման նպատակներով, էլի ոչ թե որ կանգնեն երգեն, ոչ թե որ գիտեք Սաղմոս շատ են երգել, դրա համար է եկեղեցու անունը Սաղմոսը մնացել, բազմաթիվ անհեթեթություններ են հնչում, իբր Գրիգոր Խավարամիտը այստեղ միաբաններ է հավաքել, որոնց Սաղմոսներ է սովորեցրել, դրա համար եկեղեցին կոչել է Սաղմոս, հասկանում ենք որտեղ ենք, իրականությունից որքան հեռու ենք։ Մենք գիտենք, հասկանում ենք համապատասխան կառույցների կողմից համապատասխան ռեակցիաները, բայց դրանից իրականությունը չի փոխվում, արարիչը մեզ հետ է եւ մեզ որևէ մեկը որևէ բանով սպառնալ չի կարող, պիտի շատ զգուշ լինեն, որովհետեւ մեզ չեն սպառնում են արդարությանն ու ճշմարտությանը, մենք ծառայենք միայն առայժմ։ Հնչյունաբուժության մասին մի փոքրիկ, այսպես ուղակի հակիրճ ասեմ, թե ինչ հնչյունների համադրություն, ինչ հաճախականությամբ կրկնելով կարելի է բուժել ամենատարբեր հիվանդություններ։ Այս մասին մենք ունենանք սեմինարի ընթացքում մի հսկայական ինֆորմացիա կբացահայտվի դրանց եւ ճիշտ կիրառումը ինչպես է տեղի ունենում։ Բայց այսօր որպես բոնուս մեր կանանց համար շատ ցանկալի մի մեթոդ կարող ենք ասել։ Նիհարելու համար։ Այո, նիհարելու համար։ Եվ սա շատ մեծ արդյունքներ է իսկապես տալիս։ Ուրեմն, առավոտյան ուտելուց առաջ 20 վայրկյան, այսպես շշուկով, այո, Ընդհանրապես ուտելուց առաջ։ դե 3 կամ 2 անգամ պետք է սա կրկնվի, բայց առավոտյան այսպես են կրկնում։ Ուրեմն 20 վայրկյան կրկնում ենք ն տառը շշուկով եւ 20 վայրկյան, որից հետո 20 վայրկյան կրկնում ենք քն, այսպես իրար կպած քերով, որից հետո նորից եւս մեկ անգամ 20 վայրկյան ն-երն ենք կրկնում, եւս մեկ անգամ քերն ենք կրկնում։ Առավոտյան սա բավարար է, այսինքն 2 անգամ 20-20 վայրկյաններով։ Իսկ արդեն կեսօրին ճաշի ժամանակ այս գործողությունը կրկնում ենք 3 անգամներ, իրար հաջորդելով ն-երը եւ քերը։ Դե հələ արեք փորձեք տեսնենք հələ կկարողանաք ուտել ինչ որ բան։ Շատ հետաքրքիր, ինքը ձգում է։ Շատ հետաքրքիր process է տեղի ունենում։ Անելուց ստոցանին պետք է զգաք, որ ինքը հետո առաջ է գնում։ Ն։ Փորես է ստոցանյով Ամբողջ մկանային համակարգը լրիվ ձգում է։ Ահա, փորձում եք սա եւ տեսնում եք ինչ հետաքրքիր process է տեղի ունենում։ Նույնը կարող եք կրկնել նաեւ երեկոյան։ Հրաշք միջոց 2 անգամ։ Ուտելուց առաջ 2 անգամ։ Այո։ 21 Բայց Էստեղ
Հա, այսքանով վերջացնենք այս հատվածը, անցնենք մեր սեմինարի մյուս Ես հատվածին։ հիմա մի հատ եմ իմ ձեռքի ցավն էլա, գրեթե անցած։ Ասма թուլացելա հələ չեմ հավատում։ Հա, 2.5 տարի է ասենց։ այո։ Ահա, խնդրեք, սախմոսայի խնդրեցիք։ Նորից խնդրեք, քանի այստեղ եք բարև ձեզ։ Իհարկե։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Երկված են բոլոր երկերը Բոլոր կենացներն ասված Խաղացված են բոլոր դերերը Նոր չէ և երկիրն արարված Բայց նոր է քո խոսքը, քո գործը Հարգելի հետևորդներ, մենք գտնվում ենք Բյուրականում, Սուրբ Հովհաննես, բայց իրականում Սուրբ Դից Հալդի սրբավայրում։ Մենք այստեղ նույնպես հնչեցրեցինք մեր խնդրանքները առ Արարիչ եւ Սուրբ Սրբոց Դից Հալդին եւ երկնային տիրուհիներին։ Այժմ մի փոքր ինֆորմացիա մեր բացահայտումների շարքից։ Տեսնենք, թե ինչ հետաքրքիր բացահայտումներ ունենք տվյալ սրբավայրի վերաբերյալ։ Սիրով, ինչպես ուրեմն սաղմոսավանքով սկսեցինք անունների բացահայտումից, այստեղ նույնը պետք է անենք սիրելի հետևորդներ, որովհետև հետևորդների համար սիրելի Ես ինքս շատ վատ եմ ազգում այդ վիճակից, ես ով եմ, որ հետևորդել ունենամ Չէ, դա այդպես է, բայց անցնենք առաջ։ Ուրեմն բյուրական տարբերակներից առաջ եղել է հնագույն մի անվանում, որը կոչվում է բունագն։ Այո, բունը հասկանալի է, որ դա հիմքն է, կենտրոնն է, արմատն է, ակն քաղաքը, որ մենք ունեցել ենք Արևմտյան Հայաստանում, իրենց լեզվով, իրենց համար ագն է կոչվում, որովհետև ինչպես գիտենք, խոյի բարբարին է մոտ երկնայինների լեզուն, ագն քաղաքը ինքը, էլի անունը պայմանավորված է եղել աղբյուրների առատության, ինչպես բյուրականի անվանումն է կապված հոսող ջրերի, աղբյուրների և այլ գետերի առատության։ Հիմա հասկանանք երբ է հիմնադրվել։ Հիմնադրվել է մեր թվարկությունից առաջ 75 թվականին, այսինքն մեզանից 2101 տարի առաջ։ Այսօր բյուրականի հովանավոր դիցը ագն դիցն է։ Ահա, մոռացա ասել, բունը և ագնը Այսենիկեի որդիներն են, իսկ բունագնը, որ երկուսի միացյալ անվանումն է, նրանց դուստրն է։ Եվ սրբավայրը ի սկզբանե կոչվել է բունագն, բնակավայրը ներողություն, ոչ թե սրբավայրը։ Նշենք նաև, որ ագն անունով քաղաք մենք ունենք նաև Արևմտյան Հայաստանում, մեր իրենց ներկայումս Քեմալի է կոչվում, այո, Քեմալի է նույն ագնն է, այս հենց այս պարոն Ռուբենի հետ այս ագնը բացահայտելուց հետո պարզ դարձավ, որ այնտեղ էլ ունենք, որը նույնպես աղբյուրների ակունք է, որպես հանդիսանում։ Բայց քանի որ այսօր այնտեղ հայեր չեն ապրում, դիցը տեղափոխվել է այստեղ, այստեղի հովանավոր դիցն է ագնը, այնտեղից տեղափոխվել է այստեղ։ Այս բնակավայրը իր հովանու ներքո է, այսինքն նրան էլ այստեղի տարածաշրջանի բնակիչները հանգիստ կարող են խնդրել ցանկացած խնդրով Սուրբ Դից ագնին։ Կոնկրետ ճշտում չենք արել գործառույթի վերաբերյալ։ Եթե դիցը բնակավայրի հովանավորն է,
նա զբաղվում է բոլոր խնդիրներով այդ բնակավայրում։ Բոլոր քաղաքները, բոլոր մեծ գյուղերը, ավանները, մարզերը ունեն հովանավոր դիցեր։ Ամեն ինչով է զբաղվում։ Այժմ խոսենք այս սրբավայրի մասին։ Երբ է հիմնադրվել սրբավայրը։ 2868 տարի առաջ եւ կոչվել է Օգորգ, այսինքն որն ինչ է նշանակում օգնել, օր, շուրջօրյա, գլխացավեր։ Մենք գիտենք, որ հապավումներն են նրանց գործառույթների անունները։ Այո, գլխացավ գլխի խնդիրները, Այո, օգնելու, գլխի խնդիրների բուժմանը օգնելու համար դիմել են Օգորգի։ Նաև այն մարդիկ կարող են դիմել, ովքեր ունեն ողնաշարի խնդիր։ Նա նաև զբաղվում է ողնաշարի խնդիրներով։ ամբողջ հայ ազգի գլուխը ուղեղը դարաշտա։ Շատ լավն էր միտքը։ Կարելի է դիմել, այո, նորմալ ընտրություն կատարել։ Նաև վերարտադրողական օրգանների հիվանդություններ, խնդիրներ, Գլուխ ողնաշար վերարտադրողական բավականին լայն գործառույթ։ Չէ, ես ճրջվում եմ, ես չեմ ճրջվում։ Ուրեմն յուրականում եմ ծնվել, յուրականին հաջորդող գյուղերից մեկը կոչվում է Օրգով, մինչև Ամբերդ հասնել եմ։ Օրգովի ծուր։ Հա, Օրգովի ծուր կա։ Այդ Օրգովը ի՞նչ է նշանակում Օրգով։ Այդպես էլ Ոչ ոք չի կարող դրա բացատրությունը տալ։ Օրը գովան, ամեն օրը գովան։ Տիցյանն է Օրգով է դարել։ Բայց ով կարող էր ենթադրել, ընդամենը 3 ենք սա բացահայտել։ Ու երբ որ պարոն Ռուբենը տար արտար, Այբուբենը իր առջև դրած, ասենք բացահայտում է, ասենք դիցի անունը կամ սրբավայրի անունը, առաջին հայացքից թվում է ինչ-որ անհավանական բան կամ ասենք ինչ-որ պատահական անուն, հետո որ չենք միոնում, Վերլուծում, հասկանում, կամ փորձում վեր ծանել, որպեսզի հասկանանք Օգորգը ինչ է նշանակում, վանկերի բաժանում ու անմիջապես ամեն ինչ պարզ է դառնում։ Այսինքն սա նշանակում որ մենք մեր հայերեն լեզուն չգիտենք։ Նաև Գլխում էր կա, չէ՞ մոռացել բարարմատները։ Այնքան ենք փորձրել այդ ինֆորմացիան, մենք ինչ իմանանք, որ բայց պահպանվել է, չէ, Օրգով։ Դե աղավաղված, պահպանվել է, բայց ինչ գիտես, ինչի համար պահպանվել։ Եթե մենք չունենանք Ռուբեն Գրիգորյան, որ բացահայտում է Ուղիղ կոնտակտի մեջ է։ օրինակ մենք որ ոնց կարող ենք ենթադրել։ հայրավանքի համար, հա, որ իմացանք որ հայրավանք չէ, ասենք ունենք, այսինքն արդեն գիտենք որ հայր անունով դիցի ունենք։ Եթե չիմանայինք, պիտի մտածենք, ես ինչ հայրավանք է, ում հայր, ում հոր անունով հորնա նվիրված, կամ ինչ իմաստ սա ունի ընդհանրապես։ Սևանի Այ, իդի գնանք։ Գիշեր դուք չեք քնել, այս ամբողջ չեսնք գործում։ Մենք ընդհանրապես չենք մենք համարյա չենք Որտե մասիկ երեք ենք գցտում, երեք ամենար ենք։ պատկերացրեք որ Մի 3-4 օրա պարբերաբար հատվածաբար բան ենք անում, բայց 3 հանդիպել ենք, իմի ենք բերել, բայց էլի չի ավարտվել։ Գիշերը նորից շատ միացել է ենք, հարցեր են ծագում, որոնց պատասխանը ասենք դուք եթե հարցնեք այս բանը, մենք ինքներս չգիտենք, ասենք նորից մինչև մեքենայի մեջ են Ռուբենի կյանքը կերել են։ ասենք եթե մենք չենք գնում, ուրեմն դու էլ պիտի չգնաս։ Օրենքն այսպիսին է։ Դրա համար նշումների ձևով ենք ներկայացնում, որտեղ հիշել այդ ամենը Ժողովուրդ ջան, իսկապես այս հսկայական ինֆորմացիան հիշել կան բաներ, որ դու չես կարող դրանք հիշել, դրանք ուղղակի մտնում են քո մեջ։ բայց ժամանակ ապեց դրա համար, երբ որ ասենք նոր բացահայտում Մեզ 186 նման սրբավայր է սպասում, որպեսզի մենք լուսաբանենք, մեկնաբանենք եւ հասկանանք ամենակարևորը, որ որտեղ գնալ ինչի համար, ինչ խնդրանքով։ Դուք պատկերացնում եք ինչ հսկայական աշխատանք է։
Նշենք նաև, որ ի սկզբանե սրբավայրում աշխատել է Սուրբ Դից, Հալդիկ Օրնուհին, Ագրագեն Սուրբ Դիսը։ Այո, եւ շատ եւս մի կարևոր փաստ, որ այս սրբավայրը նույնպես կառուցվել է 9 տարում։ Բոլոր սրբավայրերը կառուցվել են 9 տարում։ Եվ վստահաբար կարող ենք ասել, որ պատահականություն այստեղ լինել չի կարող։ Բոլոր սրբավայրերը ամենայն հավանականությամբ դա փուլային պարտադիր աշխատանքների պահպանման սկզբունքն է պահել, որ մի տարում սա, առաջին սկզբում սա, հետո սա, ուր գնացիք ամբողջ լոռու սրբավայրերը հատ տեղում հարցրեցիք, բոլորը 9 տարում էին կառուցված։ Սա էլ ենք հարցրել, սա էլ այն նկարները։ Հետո հարցրին բոլոր սրբավայրերն են, ասեցին այո։ Այս նոր կառուցողությունների Նոր կառուցողների ժողովրդյան։ Տեսեք, չի կարող, ուրեմն Սրբավայրն է։ ոչ մեկը, ոչ մի մարդ չի կարող, Եկեղեցին սրբավայր չի։ ոչ մի մարդ չի կարող սրբավայր կառուցել առանց իրենց արարչի կոնկրետ մատնանշելու, հատկապես այս էներգետիկ դաշտը ինչի վրա է կառուցվում, կոնկրետ կետերի վրա է կառուցվում սրբավայրը։ Այն հիմա որ ասենք ինչ որ մեկը մտածում է իր համար եկեղեցի կառուցի, մտածում է այստեղ ամենասիրուն տեղն է, այստեղ պիտի եկեղեցի լինի կառուցված, դա չի կարող լինել, դա ընդհանրապես իր տունը կարա լինի, դա այդտեղ ոչ մի էներգիա չի գործում։ Եվ այս ցանցերի վրա է։ խնդրանքները, հիշում ես, մենք պարզել ենք, մինչև այս առաջին տունը, որ կա փողոցից այն կողմ, այդ դրանց մինչև այգու կեսը եղել է այս սրբավայրի տարածքը։ Այսինքն այդ տարածքներն է գործող էներգետիկ դաշտ։ Հարցրի, բա այս բավոր բա մինչև այս կողմերը չի պատտակնի Կամարի Ջանսուրովանեսի բայց հրաշք է։ Այս մեր քահանան, որ ասեց, տենց Օրանի վերևում ոսկեզոծ կամար ա եղել եւ այլն, նման բան չի եղել, ճշտեցինք, բայց չի եղել սրբավայրերում ոսկու գործածումը, իսկ տաճարներում շատ լավ էլ եղել է։ Ուրիշ բան, եթե հեռու չգնանք, Մուսածինի տաճարը որ թալանել են, պատկերացրեք 8 տոննա ոսկե են տարել, 30 տոննայի մոտ արծաթ են տարել, անթիվ անհամար ոսկյա արձաններ են տարել դիցերի, տիրուհիների և մակավորների։ Մի խոսքով, այսինքն տաճարները եղել են նաև պատիկ ուղղվածության, այդ թվում նաև պետական գանձարանի կարգավիճակով, ինչպես ամբողջ աշխարհում։ Տաճարներում մեզ ամենտեղ չի եղել այդ հարստություն, բայց այդ մարզի, այդ գյուղի, այդ տարածքի էլի հարստության մի մասը ոսկու ձևով, արծաթի ձևով պահպանվել են նաև տաճարներում, դա նաև պահպանման միջոց է եղել ոսկու, որը եւ գեղարվեստական ձևավորման տարբերակ է եղել եւ հարստության պահպանման պետության նաև այդ ձևով պահպանվել է։ Բայց այստեղ մասին ինֆորմացիան հետ ոչ մի կապ չունի Հովանես Մկրտչի հետ, բացարձակ առնչություն չունի, Հովանես Գրաստանակերտցու հետ կապ ունի, այնքանով, որ ինքը տարածք առել է հայ առաքելական եկեղեցու կողմից, կաթողիկոսը առել է Փաթավորից այս տարածք։ Ախր ինչ գործ ուներ կաթողիկոսը այնքան հարուստ ուներ, որ գյուղ առներ, տարածք առներ, Ոնց հիմա այն որտեղից այդ փողը, այդ ունից է կլպեցի, ինչի դիմաց էր այդ փողը քեզ տրվել, ինչ ասեմ, ծախելու էլի, մեր ծնտությունը ծախելու Ստեղից ընդեղը պախել ընդեղից ընդեղ ես էլ համարվում լավ ապոտոսներից մեկը է, որի արժանիքը մենակ ինա, որ Երևի այսքանը,
Մարին էլ ասում ասնա դիմեցի գլխացավս անցավ Նա գլխացավ ունեի, ինքն էլ գլխացավ ունեի, ինքը չի ես էլ չեմ դիմել ինքը դեռ չի դիմել։ Հələ չեմ դիմել Դիմեցինք միասին, մի անգամից անցա։ Եկեք մեկ անգամ եւս դիմենք մեր խնդիրների համար, օգորգի, եւ ուրեմորվեք մեր հաջորդ սրբավայրը։ Հարգելի ընկերներ, մեր ուխտագնացությունը շարունակվում է, մենք այժմ գտնվում ենք Բյուրականի մեկ այլ սրբավայրում, այսինքն սրբավայրից շատ քիչ հատվածներ են պահպանված, բայց շատ հետաքրքիր մի գողտրիկ անկյունում է գտնվում այն, կոչվում է Արտավազիկ, իրականում պիտի լինի Արտավազդիկ։ Դժվարանում եմ ասել, որովհետև ընդհանրապես ծագումը մենք նոր բացահայտեցինք, ում անունով է ինչ է Եվ վերանորոգող վարպետն է, եթե չեմ սխալվում Արտավազիկը, այո, նրա անունով էլ պահպանվել է, բայց իրականում թե ում սրբավայրն է, գիտենք, այո, արդեն գիտենք։ Սուրբից Խալդի սրբավայրն է։ Եթե Սուրբ Հովանես այսպես ասած Հալդինն էր, ապա Արտավազիկը Խալդի սրբավայրն է։ Ցավոք սրտի սրբավայրը չգործող սրբավայրերի թվին է պատկանում, բայց մեր այսօրվա այցելությունից հետո, երբ մենք այստեղ կհնչեցնենք Սուրբ Սրբոց Արարչին եւ Սուրբ Սրբոց երկնային Տեր տիրուհիներին խնդրանքները, սրբավայրը կսկսի գործել։ Այո, անպայման այստեղ կաշխատի այն գործող դիցը, որը ուրեմն կօգնի մարդկանց իրենց խնդրանքներում։ Ինչպես այսօր մի անգամ շեշտել ենք, հիշեցնենք, որ սրբավայրերը կառուցվել են բնակավայրերից բավականին հեռու։ Վկայությունը այսօր այս սրբավայրն է, որ տեսեք գյուղից անգամ դուրս է գտնվում, մի քանի հազարամյա սրբավայր լինելով։ Գորջան, ոնց որ թե ներքին հարդարանքի վարպետն է եղել Արտավազիկը, Արտավազն ներողություն։ Այո։ Հենց կառուցման ժամանակ հավանաբար այնքան գեղեցիկ է ներքին հարդարանքը արել, որ ժողովուրդը իր անունը անմահացրել է այսպես կապելով սրբավայրի հետ։ Հարցումների ի պատասխան իմացանք, որ նա եղել է մոտակա բնակավայրերից, նախ նշենք երբ է կառուցվել, հիմնադրվել, որ հասկանալի լինի ինչի մասին է խոսքը, շատ ավելի հին է, քան Հալդի սրբավայրը, Սուրբ Հովանեսը, կառուցվել է 2960 տարի առաջ, ՄԹԱ 934 թվականին։ Նախկինում այստեղ աշխատել է Սուրբ Դից Խալդի Կորնուհին ու Նորգեն։ Այո։ Ավերվել է 421 թվականին սրբավայրը, ցավոք սրտի, ինչպես միշտ է արվում, ձեռագիրակնհայտ է մեր թշնամի հրեաների կողմից։ Այո, անձամբ իրենց ձեռքով է ավերվել։ Այո։ Օրինակ Զվարթնոցը գիտենք, որ գտել են այդպիսի հայերի, ովքեր աստիճանաբար խարխլելով բերել են կործանման, իսկ սա հենց իրենց ձեռքով է ուրեմն բայց էլի գործել են նրանց հրահանգներով։ Այո։ Այո, կաշառվելով նրանց ամեն անգամ մի քար, միսիոն, մի պատ վնասելով, որի արդյունքում ինքնըստինքյան խալխլվել է։ Հետևանքում այո։ Կիսատ մնաց Արտավազի։ Այո, ահա։ Ցավոք սրտի նրա սերունդները այսօր չեն ապրում, չկան այլևս այս տարածաշրջանում, այսինքն այդ վարպետի անունը մնացել է, բայց տոհմը չի պահպանվել։ Այստեղ կարելի է գալ եւ դիմել սրտանոթային հիվանդությունների համար, այսուհետև երբ մենք խնդրանքը կհնչեցնենք, նրանից հետո կարելի է դիմել, թե որ դիցը կաշխատի, մենք չգիտենք դեռ կճշտենք, թե ով է այստեղ կոնկրետ աշխատելու։ Գուցե միևնույն դիցը վերադառնա աշխատանքի։ Դա կճշտենք ընթացքում կտեղեկացնենք։ Սրտանոթային հիվանդություններ եւ երակների խնդիրներ ունեցողները այստեղ նույնպես կարող են գալ եւ դիմել։ Սա էլ այսքանը այս կիսակառույց, այո։ Ինչպես։
Խալդի գործակալույթը հալդը եւ խալդը միասին գրում են բոլորի ծրագրերը։ Կարելի է խնդրել նրանց, Ծրագրային որպեսզի փոփոխություն փոփոխություն, մտցնեն բա ձեր իհարկե։ ծրագրում։ Այո, եթե դուք նախատեսում եք կոնկրետ հերթական քայլեր առաջիկա 2 տարիների ընթացքում, խնդրում եք նրանց ծրագրային փոփոխություններ եւ օգնություն, որպեսզի ձեր ծրագրերը իրականություն դառնան։ Նրանք նայելով, տեսնելով, որ սա եւ հանրօգուտ աշխատանք է եւ ձեզ համար է լավ եւ մնացած բոլորի Եվ արժանի է այո եւ արժանի է փոփոխությունը մտցնում են ճակատագիր դիցնել կատարում է մեր տրամաբանության մեջ այն փոփոխությունը, որը կօգնի մեզ այդ մեր ուզած ծրագրին արժանանալ, տիրանալ այդ ճակատագրին կամ ասենք ասենք։ եւ իրականացնել մեր ծրագրերը այնպես որ դա էլ հնարավոր է այսքանը այժմ եկեք միասին բոլորս խնդրենք Երկված են բոլոր երկերը Սուրբ Սրբոց արարիչ 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 Խնդրում ենք շուտապույտ թող երկրի վրա իր շարունակությունը գտնի այն արդար պատժի գործընթացը, որ քո կամքով սկսվել է տիեզերքում։ Թախանձագին խնդրում ենք դաժանորեն պատժել բոլոր նրանց, ովքեր մեղավոր են հայի ինքնությունը պղծելու, իր արդար որդիների քրտինքով ու արյամբ կայացրած Հայաստան պետությունը թուլացնելու, հայոց սրբազան հողը թշնամուն զիջելու, ազգը պառակտելու, հայոց բանակը թուլացնելու, հայոց մեջ հավատն ու արժանապատվությունը ոչնչացնելու համար։ Կրկին խնդրում ենք դաժանորեն վրեժ լուծել բոլոր նրանցից, ովքեր երբևէ հետամուտ են եղել քո ընտրյալ ազգի եւ պետության ոչնչացմանը։ Պատիժ, վրեժ, պատիժ։ Որ բերել է զարթոն կարտնացում Եվ անվերջ է քո կամքը, քո կյանքը Անցյալի հավերժի շաղկապում